ՄԱԶԾ կայուն համայնքներ ծրագրի հանի-մանի նախաձեռնությամբ մեղվափեթակների հերթական խմբականակն են ստանում բռնի տեղահանված և Արմավիրի, Արարատի ու Կոտայքի մարզերում հաստատված մեր հայրենակիցները։ Շուրջ 200 շահառու, այդ թվում 53 կին մինչ այս մասնակցել էին մեղվաբուծության հիմունքներ թեմայով եռօրյա դասընթացի։ Լիլիթը մեղվաբուծությամբ սկսել է զբաղվել 2020-ից։ Հայաստան տեղափոխվելուց հետո որոշեց ստեղծել սեփական մեղվանոցն ու ունենալ իր գործը։ Սակայն մասնագիտական գիտելիքների պակաս կար, ինչի համար էլ նախ մասնակցեց ծրագրով անցկացված սեմինարներին։ Առանց գիտելիք տնտեսություն ունենալը դա նույնն է, որ ոչինչ չունես։ Մանավանդ մեր ունեցած գիտելիքները, մեր ունեցած փորձը Արցախյան Հայաստանում համատեղելը մի քիչ բարդ է։ Բավականին անհամատեղելի հարցեր կան և մեր ստացած գիտելիքները ամբողջությամբ ծածկում են այդ անհարթությունները, այդ խնդիրները։ Հակոբը Մերձավանում արդեն 9 փեթակ ունի, այսօր եւս 3-ը ստացավ։ Ասում է, նախատեսում է մեծացնել տնտեսությունը, հատկապես որ արդեն գիտի ինչպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի աշնանը լավ արդյունք ունենա։ Այս դասընթացը շատ լավ էր իմ համար, ահագին բաներ սովորեցի, շատ բաներ սխալ էի անում, դեղամիջոցներ կար, ժամանակին չէին տալիս, ահագին փոխեց, սովորեցի, շատ շնորհակալ ենք մեր դասախոսից ու ահագին բաներ են տալիս, օգտվում են։ Ծրագրային թիմից ասում է, նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացել, մեղվաբուծությամբ սկսել են զբաղվել նաև նրանք, որոնք նախկինում այն չէին դիտարկում որպես եկամտի աղբյուր։ Քննարկումների արդյունքում որոշել են մեղվափեթակներ տրամադրել բոլոր շահառուներին, հաշվի առնելով նրանց սոցիալական պայմանները։ Իրենք ստացան 3, 2 և 1 փեթակներ, այդպես է բաշխվածությունը տեղի ունեցել, ինչպես նաև մեղվաբուծական պարագաներ, որի մեջ մտնում էին ուրեմն փուքս ցանցով, քերիչ, դանակ, արտահագուստ, բաճկոնքողով, կաշվեձեռնոցներ և ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցներին, դա 140-ից մինչև 122-ներ տրամադրվել են էլեկտրական դանակներ որպես հրախուսանք։ Եռօրյա վերապատրաստման ընթացքում հատուկ շեշտադրվել են այն համայնքների առանձնահատկությունները, որտեղ շահառուները հաստատվել են։ Ըստ մարզերի բնակլիմական առանձնահատկություններին է խիստ ուշադրություն դարձվել, որովհետև մենք տարբեր մարզերում ունենք տարբեր կլիմական վիճակներ, որոնք համադրության մեջ դնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հետ, մենք ունենում ենք որոշակի դժվարություններ պահման ժամանակ և այստեղ վերաբնակեցված արցախցիների համար շատ կարևոր է այդ առանձնահատկություններն իմանալ։ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող նախաձեռնությամբ Արմավիրում 49 շահառու ստացել է 150 փեթակ, Կոտայքում 83 շահառու 155, իսկ Արարատում 62 շահառու 183 փեթակ։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։